Ողջույն, ես Աստղիկն եմ, արի մեջ, որպեսզի դու էլ մոտիվացվես ու սկսես սիրել այս գործը։ Տորթի զարդարանքը շատ նուրբ ու սիրուն է լինելու, ինչը չի ասի թեմայի մասին, որը ձեր հետ քննարկելու եմ։ Իրականում էջի ստեղծման առաջին իսկ օրից պատրաստ եմ եղել այս թեմայի մասին խոսելու, բայց առիթ չի եղել։ Ձեռնոցներ, ահա թե ինչի մասին եմ ուզում խոսել։ Ունեմ մի հետևորդ, ով յուրաքանչյուր վիդեոյիս մեկնաբանություններում գրում է. «Լավ կլիներ ձեռնոցներով աշխատեիք»։ Այսօր հագել եմ ձեռնոցներ, որպեսզի նա գրելու բան չունենամ։ Իսկ եթե լուրջ, ես ձեռնոցներ կրում եմ հիմնականում այն ժամանակ, երբ աշխատում եմ շոկոլադե կամ իզամալտե դետալների հետ։ Հա, ու մեկ էլ երբ որ տանը օճառ չի լինում, օրինակ այսօր հենց այդ դեպքն է։ Մնացած բոլոր դեպքերում, հարգելիներս, կարելի է եւ ցանկալի է աշխատել առանց ձեռնոցների, եթե տանը ունեք օճառ եւ կարող եք օճառով յուրաքանչյուր պահի լվանալ ձեր ձեռքերը, ապա ձեռնոցների կարիք ընդհանրապես չկա։ Հենց նույն տրամաբանությամբ էլ ձեռնոցներով աշխատելը դեռ չի երաշխավորում, որ տորթը բարեխիղճ եւ կոկիկ է պատրաստված։ Այս թեման այնքան է ծեծվել համացանցում, որ թվում էր, թե ամբողջապես պետք է փակված լինի արդեն։ Բայց եկեք մեկնաբանություններում դուք գրեք, աշխատում եք արդյոք ձեռնոցներով, կամ եթե դուք հանդիսանում եք պատվիրատու, ձեզ համար կարևոր է արդյոք, որպեսզի հրուշակագործը աշխատի ձեռնոցներով։ Իսկ դուք բայել եք տորթիկը ու հիշեք՝ 1000 մարդ, 1000 կարծիք։